Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր ապրիլի 12-ն է եւ իհարկե Երկիր մեդիա հեռուստաընկերության Բարև Երկիրը սկսում է իր աշխատանքը։ Ողջույն Զյաննա Բողոսյան։ Ես Հայկ Պետրոսյան, սիրելիներ, մենք մեկնարկում ենք մեր սիրելի աշխատանքը եւ եթե ջուրը արդեն եռում է, ապա ավելացնում եք սուրճը կամ պատրաստում եք քաղցրահամ, անուշաբույր, թեյ, որպեսզի այս անձրևառատ եղանակները լրացնեք լավ տրամադրությամբ եւ շաբաթօրը առավոտը սկսեք մեզ հետ միասին։ Ողջույն բոլորին։ Եվ այդ ամենից հետո, այո, վերցնել հեռակառավարման վահանակը եւ միացնել Երկիր մեդիան, որպեսզի, այո, առավոտը հրաշալի սկսվի։ Ապրիլի 12-ն է, օրը շաբաթ է, Բարև Երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, Բարև Երկիրը սիրով սկսում է իր ընթացքը, որովհետև շաբաթ առավոտ է, սա մեր սիրելի աշխատանքն է, իսկ ձեզանից շատերի համար էլ սիրելի զբաղմունք է, իհարկե հանգստյան օրերին միանալ մեզ եւ ունենալ ջերմ ու արևոտ առավոտ, անկախ նրանից թե պատուհանից այն կողմ ինչ եղանակ է։ Այո։ Մենք ողջունում ենք մեր գործընկերոջը, Տունդեպո խանութ սրահ, չենք մոռանում իհարկե, որ միամսյակը ավարտվել է, բայց ամեն դեպքում հետևեք նրանց գործունեությանը, որովհետև պարբերաբար զեղչային համակարգերով ճկուն հանդես են գալիս ու միայն ժպիտ ու դրականն են պարգևում իրենց հաճախորդներին։ Գնացեք Տունդեպո եւ ստեղծեք ձեր նոր հարմարավետությունը։ Եվ իհարկե միացեք մեզ սիրելիներ Երկիր մեդիայի YouTube-յան պաշտոնական ալիքով եւ Բարև Երկրի Facebook-յան էջով, որտեղ պարբերաբար մենք ներկայացնում ենք մեր բոլոր հարցազրույցները եւ հետաքրքիր էջերը։ Ինչպես միշտ այսօր նույնպես ունենք կարևոր ու հետաքրքիր նորություններ, լավ հյուրեր, ում հետ ի վերջո կպատրաստենք մեր հաղորդումը։ Այո, այսօր ապրիլի 12-ն է, մի շատ հետաքրքիր օր է նշվում, Հայկի սիրելի թեմաներին ենք այսօր անդրադառնալու, դու տիեզերքով հետաքրքրվում ես, ես գիտեմ։ Շատ եմ հետաքրքրվում, շատ հետաքրքիր է դա ինձ համար, սկսենք։ Այսօր նշվում է տիեզերագնացության եւ ավիացիայի միջազգային օրը։ Ամբողջ աշխարհում այն տոնվում է որպես գիտության հաղթանակի եւ գիտական առաջընթացի օր։ 1961 թվականի հենց այս օրը, ապրիլի 12-ին է ավագ լեյտենանտ, հետո արդեն հերոսի կոչում ստացած Յուրի Գագարինը Ոստոկ տիեզերանավով առաջին անգամ դուրս եկել երկրի ուղեծիր եւ մեկ պտույտ կատարել երկրագնդի շուրջ։ Ահա, 108 րոպե տևած թռիչքը բեկումնային է դարձել տիեզերքի յուրացման գործում եւ սկիզբ դրել մարդու կողմից կառավարվող տիեզերական թռիչքներին։ Ժամանակակից գնահատականների համաձայն թռիչքի հաջող արդյունքի հավանականությունը նախապես կազմել է ոչ ավելի քան 46%։ Ռիսկայնությունը շատ բարձր էր, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ է անցել։ Այսօրը որպես տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել օդաչու տիեզերագնաց Գերման Տիտովը, առաջարկելով ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ, սիրելիներ։ Այդպիսով 1968 թվականի ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես տիեզերագնացության համաշխարհային օր։ Հայ ժողովրդի համար տիեզերագնացության օրը կապվում է տիեզերական կենսաբանության հիմնադիր Նորայր Սիսակյանի, առաջին տիեզերական աստղադիտարանների հեղինակ Գրիգոր Գուրզադյանի, տիեզերանավերը եզակի էլեկտրասարքավորումներով հագեցրած Անդրանիկ Իոսիֆյանի, ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի եւ իհարկե 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հետ։ Եվ իհարկե կան աշխարհահռչակ գիտական հաստատություններ, ովքեր հետազոտություններ են անում մինչ այսօր, ովքեր փորձում են անդադար նորություններով հանդես գալ, բայց իհարկե ես կարծում եմ, որ այո, տիեզերքի անսահմանության մեջ անդադար կարելի է ինչ-որ նոր բաներ գտնել, բայց ի վերջո լիարժեք բացահայտել վերևում գտնվող անծայրածիր աշխարհը, դա կարծում եմ այդպես էլ մարդկությանը չի հաջողվի։ Բայց գիտես, ասում են այսօր տիեզերքն առավել ուսումնասիրված է, քան օրինակ օվկիանոսները։ Ավելի հետաքրքրում է մարդկանց վերևը
ինչ կա այնտեղ, Գուցե վտանգից այն կողմ։ Գուցե վտանգից ելնելով նույնպես ավելի նպատակահարմար է, որպեսզի վերևում հայտնագործություններ արվի, այլ ոչ թե օվկիանոսներում եւ ջրի տակ, որովհետեւ գուցե այնտեղ շատ ավելի բարդ խնդիրներ կա հաղթահարելու ջրի տակ, որ մենք չենք էլ տեսնում։ Դեռ այս թեմայի մեջ ենք սիրելիներ, քանի որ այսօր դեպի տիեզերք թռիչքները այլևս զարմանահրաշ երևույթ չեն, տիեզերագնացները որոշել են զարմացնել մարդկանց, կրկնելով ֆիզիկոս Կոնրադ Ռենտգենի գյուտը։ 130 տարի առաջ հայտնագործելով X ճառագայթները, նա ստացավ իր կնոջ ձեռքի ռենտգեն պատկերը, որը մեծ նշանակություն ունեցավ գիտության հետագա զարգացման համար։ Իսկ ահա SpaceX-ի օդաչուով կառավարվող տիեզերանավի անդամները ստացել են առաջին տիեզերական ռենտգեն պատկերները։ Իդեպ Ֆրամ 2 առաքելության անձնակազմը, որը բաղկացած էր մասնավոր տիեզերագնացներից, պատմության ընթացքում առաջին թռիչքն է իրականացրել երկրի հյուսիսային եւ հարավային բևեռների վրայով։ Բացի ռենտգենյան պատկերներ ստանալուց, նրանք նաև ուսումնասիրություններ են անցկացրել տիեզերագնացների օրգանիզմի վրա թռիչքի ազդեցության վերաբերյալ։ Այո, այսօր շարունակում ենք մնալ տիեզերքի գիտության ոլորտում եւ նվիրում ենք, կարելի ասել, շաբաթօրյա բարեկիրը գիտական նորություններին։ Ինչը շատ հաճելի։ Շարունակիր խնդրում եմ, շատ ապշեցրած նորություն։ Խոսում ենք այո արհեստական բանականությունից, համալսարան է ընդունվել արհեստական բանականությունը։ Ֆլին անունով նեյրոնային ցանցը դարձել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանի ուսանող։ Թեև Ֆլինը կանոնավոր դասերի հաճախելու է աշնանը, սակայն արդեն մասնակցում է որոշակի դասախոսությունների, քննարկումների, ասեմ ավելին, որպեսզի մյուս ուսանողները վարժվեն իրենց նոր կուրսընկերոջը։ Իդեպ արհեստական ուսանողին ստեղծել է հենց նույն բաժնի մեկ այլ ուսանող։ Իր հարցազրույցի ժամանակ Ֆլինը ընդունող հանձնաժողովին ասել է, որ թվային արվեստի սահմանները ուսումնասիրելը շատ հետաքրքիր է, ծրագիրն էլ իդեալական միջավայր է իր բացառիկ հնարավորությունն ու ներուժը բացահայտելու համար։ Ընդունեք եւ սիրեք ձեր կուրսընկերոջը, այո։ Թվային արվեստի բաժնի ղեկավարը հիացել է արհեստական բանականության տված պատասխաններով եւ հայտարարել, որ նա կամ այն, չգիտեմ ինչպես են դիմում նրան, կարող է ընդունվել համալսարան, քանի որ կանոններում չկա պահանջ, որ ուսանողներն անպայման պետք է ուշադրություն մարդ լինեն։ Նախկինում ոչ ոք չի մտածել այդ մասին, ավելացրել է նա։ Ֆլինը նաև օրագիր ունի, կիսվում է իր ուսուցման գործընթացով եւ տպավորություններով, ու եթե դասերի սկզբին նա մի փոքր տխուր էր եւ դժվարություններ ուներ, ապա հիմա ակնհայտ առաջադիմում է եւ չի զիջում մարդ ուսանողներին։ Ուր հասանք Հայկ։ Ուր հասանք մենք։ Տես, ես հենց այս պահին երևակայում եմ, թե ինչեր կարող են տեղի ունենալ այս արհեստական բանականության հետ, Ֆլինի հետ, այո։ Գուցե նա կսիրահարվի կամ նրանք կսիրահարվեն, ուսանողական կյանքը ինչպես կվայելի, ծնողական ժողովներին ովքեր են գալու, այո, ծնողի կարգավիճակով էքսկուրսիա ժողովներին։ Դե ինչ խոսք շատ բան կարելի է մտածել արհեստական բանականության հետ կապված, թե վերջո ինչ ճակատագիր է նրանց սպասում համալսարանում, ուսանողական կյանքի շրջանակներում, բայց դեռ այս թեմայի մեջ ենք։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արհեստական բանականության ակտիվ կիրառումը թույլատնում է մարդու քննադատական մտածողությունը եւ խնդիրները ինքնուրույն լուծելու կարողությունը։ Սպասելի է, չէ՞։ Հաստատ։ Հետազոտությանը մասնակցած մարդկանց 40%-ը խոստովանել է, որ արհեստական բանականությունը առաջարկելով բարդ խնդիրների լուծումները իրենց զրկել է մտածելու եւ առաջարկված պատասխանները կշռադատելու ունակությունից։ Մասնագետներին անհանգստացնում է հատկապես երիտասարդ սերնդի կախվածությունը արհեստական ինտելեկտից, առավելապես երբ խոսքը ստեղծագործելու եւ սեփական մտքերը շարադրելու մասին է։ Ես դեռ նախորդ նորության հետ եմ, որ ասոցիրով պետք է ծնողական ժողով գնա, եւ պետք է հենց կուրսընկերը գնա, ով ստեղծել է։ Ով ստեղծել է։ Դե տրամաբանորեն այո։ Այո։ Բայց մտավախություններ, որոնք անդադար մեզ ուղեկից կլինեն, քանի դեռ շատ ակտիվորեն մեզ հետ միասին ապրում է, շնչում է, սովորում է արհեստական բանականությունը, ի վերջո մարդու կարևոր գործոնը կնվազի ժամանակին։ Անկում կապրի, ես կարծում եմ, եւ ինչպես կարող է մարդն իր ձեռքով իրեն այդքան արժե զրկել։ Նաև կարծում եմ, որ գիտության տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ պետք է որևէ զսպամ մեխանիզմներ նաև մշակեն, որպեսզի սահմանափակ լինի օգտվելը, հատկապես այո դպրոցականների, ուսանողների շփումը այդ արհեստական բանականության հետ, որովհետև իսկապես եթե տարիներ առաջ հեռախոսները, այո, գadgetները ի հայտ եկան, արդեն մենք զգում էինք վտանգը դրանցից, հիմա կարծում եմ խաղուպար են այդ հեռախոսները, պարզապես արհեստական բանականության։ Ես հիշում եմ իմ մանկության տարիներին, երբ էր
մեծեր օրինակ բողոքում էին, թե ինչու ստեղծվեց հեռակառավարման վահանակը։ Այն ժամանակ մենք պիտի մոտենայինք հեռուստացույցին, ձայնը բարձրացնեինք կամ իջեցնեինք, ալիքը փոխվեր, իսկ հիմա մենք ասում ենք նստած տեղից կարողանում ենք դա անել։ Մեր պատերից կասեին, եթե հիմա լինեին տեսնեին այս ամենը։ Կհիշեն մեր տարեկիցները իհարկե, երբ փոքր էինք, այն ժամանակ էլ հեռախոսի նման հեռուստացույցը ժամ էր սահմանված, այս ժամերին կարելի է հեռուստացույց նայել, որովհետև աչքերին վտանգավոր է, իսկ հիմա մենք երեխաներին խնդրում ենք, որպեսզի հեռախոսները դեն նետեն եւ հեռուստացույց գոնեն են։ Հերվից նստած։ Ժամանակները շատ արագ են գնում, փոխարեն այն խաղերը, Tetris խաղերը հիշում եք այն Եվ ինչու միայն Tetris-ը, մի խոսքով ուրախ էր մեր մանկությունը։ Իհարկե, շարունակում ենք։ Կանադական համալսարանի սոցիոլոգներն ահազանգում են սոցիալական ցանցերի թողած վատ ազդեցության մասին։ Նրանց խոսքով օգտատերերը կորցրել են իրենց խորն ու մտածող հայացքը եւ այլևս չեն կարողանում լսել ու հասկանալ բարդ երկար պատմություններ։ Իսկ պատճառը մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութերի անդադար դիտումն է եւ 4 րոպեն 1 սոցիալական ցանցերից ծանուցումներ ստանալը։ Երբ նրանց առաջարկվել է դիտել 2 րոպե 40 վայրկյան տևողությամբ տեսանյութ, նրանք չեն կարողացել դիտել, պատճառաբանելով, որ այն երկար է, չեն կարողանում կենտրոնանալ, այո։ Ինչ խոսք բազմիցս, այո, ապացուցվել է ռիլերի այս կարճ տևողությամբ բացասաբար ազդեցությունը մարդու վրա, որովհետև իսկապես այդ ժամանակ որևէ մտածելու ցանկություն դու այլևս չես ունենում եւ մեխանիկորեն կարծես դու անում ես նույն շարժումը, նույն հայացքով առանց որևէ այլ զգացողություններ, դու պարզապես դիտում ես տարբեր տեսանյութեր։ Կա սրա մեջ վտանգ, ահա այս ամենը եւ հասնում ենք կարող ենք համեմատական տանել, երբ կարդում ենք վերնագիրը որևէ հոդվածի եւ նույնիսկ ցանկություն չի լինում, ծուլանում որպեսզի բացենք եւ կարդանք ամբողջ նյութը։ Դա էլ խոսում է դրա մասին եւ սկսում ենք կարծիք կազմել հենց վերնագրերով, ինչը ամենասխալն է։ Թվում է թե որևէ ազդեցություն այն չի ունենում, բայց արի ու տես, որ այո, մարդկությունը բախվում է շատ լուրջ ու կարևոր խնդիրների, որոնք հաստատ պետք է ունենան իրենց լուծումը, իսկ լուծում տվողը միևնույն է լինելու ենք մենք, մարդիկ։ Բարեկամներ, ուրախ լուրով ավարտենք մեր նորությունների շարքը, շատ անսպասելի մի լուրով, որը վերաբերում է 100 տարեկան կրիային։ 100 տարեկանի շեմին գտնվող կրիան առաջին անգամ մայր է դարձել։ Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգու ամենատարեց ամուսիններ եւ նորաթուխ ծնողներ Մամմին եւ Աբրացոն Գալապագոսյան կրյաներ են, որոնք վերացող տեսակ են համարվում։ Այդ իսկ պատճառով դրանց ձագերին մեծ խնամքով եւ հոգատարությամբ են վերաբերվում։ Նշենք, որ մինչեւ 2 մետր երկարություն եւ 400 կիլոգրամ քաշ ունեցող Գալապագոսյան կրյաները ամենաերկարակյացն են, բայց տեսակի գոյությունը վտանգված է եւ այդ հսկայական կրյաներից հիմա մնացել է մոտավոր 3400-ը։ Այնպես որ այո մարդն էլ իմանար, որ միջև 2-300 տարեկան կապրի, 100 տարեկանում երեխա ունենալը լրիվ կլիներ նորմալ։ Բայց ֆիզիոլոգիապես բնական երևույթ է դա նրանց համար, որովհետև եթե մարմինը թույլ է տալիս ֆիզիոլոգիան նույնպես, ապա ինչու ոչ երեխա չունենալ։ Այո։ Ես մոտավոր պատկերացնում որ 100 տարեկան կրյան մարդկային տարիքին եթե վերացենք, նա կլինի մոտավորապես 35 կամ ամենաշատը 40, եթե չեմ սխալվում։ Իհարկե գիտես որ կրյայի տարիքը այդ իր պատյանի վրայի գծերով են հաշվում։ Մանկության տարիներին լսել եմ, բայց չգիտեմ դրա հստակությունը։ Սիրելիներ, մենք բարև երկիրն ենք։ Ապրիլի 12-ն է այսօր, շնորհավորենք օրվա բոլոր հոբելյարներին, ձեզ հրաշալի տրամադրություն, այդ հարցում նաև գալիս է օգտության մեծն երաժշտությունը հիմա կդիտենք տեսահանովը, կվայելենք երաժշտական ռիթմեր, հետո մեր հյուրերին կդիմավորենք եւ կշարունակենք մեր ընթացքը։ Ողջույն բոլորին, միացեք մեզ։ Տիեզերական ուժ ունեցող երաժշտություն։ Իհարկե։ Իմ տնից հեռու քո հետ գնացի, քո համար ես իմ արևը լուսին սարքեցի, իմ սրտի ուրախ պահերը քո հետ կիսեցի, ինձ կիսեցի, ցավից ավելի ցավոտ տվիր, սիրտը իմ քարոտ, ճամփին թողեցիր, ես մենակ մնացի, այնքան լացեցի, այնքան որ մարեցի, արցունքս չորացավ ու էլի մենակ մնացի, ցավից ավելի ցավոտ տվիր, սիրտը իմ քարոտ, ճամփին թողեցիր, ես մենակ մնացի, այնքան լացեցի, այնքան որ մարեցի, արցունքս չորացավ ու էլի մենակ մնացի, ցավից ավելի
Ոգին արդեն հեռույա թրջել Բայց մարմինս մնացել է հետ չի թրջել Մի քանի քայլ քեզանից քամինը հրել Անուժ եմ կռվել Ցավից ավելի ցավոտ բան տվիր Սիրտը իմ քարոտ ճամփին թողեցիր Ես մենակ մնացի Ենքան լացեցի, ենքան որ մարեցի Արցունքս չորացավ ու էլի մենակ մնացի Ցավից ավելի ցավոտ բան տվիր Սիրտը իմ քարոտ ճամփին թողեցիր Ես մենակ մնացի Ենքան լացեցի, ենքան որ մարեցի Արցունքս չորացավ ու էլի մենակ մնացի Ցավից ավելի Ցավ չեմ տվել, չեմ տալու Քո տված ցավը եկել եմ հետ տալու Ցավ չեմ տվել, չեմ տալու Քո տված ցավը եկել եմ հետ տալու Ցավ չեմ տվել, չեմ տալու Քո տված ցավը եկել եմ հետ տալու Ցավ չեմ տվել, չեմ տալու Քո տված ցավը եկել եմ հետ տալու Ցավ չեմ տվել, չեմ տալու Դե սիրելիներս հյուրընկալ մարդու տրամադրությունը շատ ավելի է բարձրանում, երբ նրա մոտ հյուրընկալվում են հաճելի մարդիկ ու սպասված մարդիկ։ Իսկ եթե մենք խոսում ենք թատրոնից, պրեմիերայից, ներկայացումից, դա նշանակում է, որ մեզ մոտ տրամադրությունը եւ միջավայրը շատ ընկերական է։ Իսկ քեզ համար տոնական։ Միանշանակ։ Ես ներկայացնեմ երկու հրաշալի տաղանդավոր սիրուն գեղեցիկ անհատականությունների, ովքեր հյուրի կարգավիճակով հիմա բազմել են մեր սիրուն ու գունեղ բազմոցին։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Մարիամ Գրիգորյանին ենք ասում բարի լույս։ Եվ այս նույն թատրոնի արտիստ սոպրանո Թերեզա Մաթևոսյանին։ Բարի լույս։ Հրաշալի։ Բարի գալուս մեր տաղավար, դուք առաջին եք մեզ։ Այո։ Ինչպես է առավոտը սկսվել։ Չէ, փորձի չէինք այսօր, բայց մի քիչ ճանապարհը երկարեց մինչև հասանք, երկար պատկերացրեցինք, դժվար, բայց ավելի մոտ էր։ Առանցագործությունը բացելով։ Տեսեք, այո, իսկ դրան էլ ավելի քան հետաքրքիր է։ Սիրելի հեռուստադիտողներ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ապրիլի 6-ին կայացել է Prime Time մյուզիկլի առաջնախաղը, բեմում կլինի նաև ապրիլի 20-ին, սակայն հիմա եթե ձեզ հետաքրքրի կամ անոնսը տեսել եք եւ ուզում եք գնալ եւ դիտել, ապրիլի 20-ին այդ հնարավորությունը ունեք, ճիշտ է։ Այո։ Մյուզիկլ, որը պատմում է հայտնի հեռուստաշոուի թաքնված կողմերի, կադրից այն կողմ հյուսվող տարատեսակ դավերի մասին, արդեն իսկ հետաքրքիր է։ Գանք սկզբից, որովհետև շատ հետաքրքիր է, մի քանի թատրոնի արտիստներ եւ աշխատակիցներ են ներգրավված ներկայացման մեջ։ Սկզբից մի փոքր խնդրում եմ պատմեք, միտքը ումն է, ինչպես հավաքագրվեցին այդ բոլոր երկրների թատրոնների ներկայացուցիչները եւ այդպես շարունակ։ Եթե գուցե հարցին պիտի պատասխաներ տնօրենը, բայց վստահ եմ, որ ներքին խոհանոցին դուք մի քիչ ծանոթ եք ու մեզ էլ կբացահայտեք հետաքրքիր կողմերը, խնդրեմ։ Մտահղացումը Միխայել Շվեդկոյինն է, միջազգային է համարվում, որովհետև զբաղված են մի քանի երկրներ, կանադացի է երաժշտության հեղինակը, բեմանկարիչը Վրաստանից է, նկարչուհին Մոլդովայից է, խորեոգրաֆը Երևանից, Հայաստանից Արինա Արարատյանն է, դե բեմադրությունն էլ Հակոբ Ղազանչյանինն է, եւ մենք էլ դերակատարներ, դիրիժորն էլ, քանի որ կենթանի նվագակցությամբ է տեղի ունենալու, դիրիժորն էլ Կարեն Ավչյանը։ Իսկ ստեղծագործական մասով տվեցի կանոններ, երկրներ, ուզում եմ հասկանամ դերասանական խմբի մեջ կան արտիստներ, ովքեր
դրսից են միացել ձեզ։ Թե բոլորը Պարոնյանի անվան թատրոնի արտիստներն են եւ Արտիստները մեր թատրոնի արտիստներն են, զբաղված են թատրոնի ներուժը ամբողջ գրեթե, այսինքն բալետը, երգչախումբը, դերասանական կազմ, նաև նվագախումբը, բայց նրանց ներկայությունը եղել է պրեմիերային եւ հետեւաբար սա ուղղակի այդպես ծրագիրը չենք վերցրել եւ յուրացրել, այն մեկնաբանվել է յուրովի, այսինքն լիբրետոն մեր տարբերակում Հակոբ Ղազանչյանինն է, որովհետեւ մի փոքր ադապտացվել էր պետք մեր երկրի մենտալիտետին եւ շատ բաներ փոփոխության է ենթարկվել։ Նաեւ ժամանակացույցով մեր մի գործողություն է, այնտեղ գուցե 2-3 չեմ հիշում, բայց այնտեղ 3 ժամ է տևում այս մյուզիկլը մեզ մոտ։ Սուրեի գիծ, հանգուցալուծում, դրանք պահպանվել են։ Պահպանվել են, պարզապես մի փոքր Հայաֆիկացվել է։ այո, ու ոչ միայն, որովհետև ռուսական տարբերակը ինքը չի կոնկրետ պատմում մի աղջկա պատմություն, ոնց որ մեր պարագայում եղավ, այնտեղ մի քանիսն են գլխավոր հերոսները ու մի քանի գծեր են զարգանում հավասար։ Մեր մոտ այնպես ստացվեց, որ գլխավոր հերոսուհին մեկն է։ Բայց ամեն դեպքում պատմությունը ավելի շատ ոչ թե իր մասին է, այլ պարզապես իր պատմության միջոցով մենք ներկայացնում ենք նման հեռուստաշոուների չգրված օրենքները, ինտրիգները, սկանդալները։ Մի կարևոր բան պարզապես բոլորս փաստենք, որ prime time musical է, այլ ոչ պարզապես երաժշտական ներկայացում, իսկ musical-ը մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ նախադրյալներ ունի, 4-5 կարևոր ուղղություններով պետք է աշխատանք տարվի, որպեսզի ի վերջո վերջնական ներկայացումը ունենա իր ավարտուն տեսքը եւ դա ներկայացնենք հանդիսատեսին։ Այս իմաստով շատ ուրախ եմ, որ ձեր թատրոնում վերջին տարիներին սա երկրորդ, չէ՞, եթե չեմ սխալվում, մեծ մասշտաբային musical-ն է բեմադրվում, այսինքն դուք ունեք ներուժ, դուք ունեք ռեսուրսները եւ ձայնային եւ լուսային բոլոր տեխնիկապես գերհագեցվածությամբ, դրա համար իրոք շատ ուրախ ենք։ Եկեք հիմա խոսենք ձեր դերերից, հասկանանք ինչ եք երգում, ինչով եք զբաղված, ինչ բնավորություններ ունեք եւ ընդհանուր առմամբ մի քիչ ներկայացման գույներից խոսենք, ինչ տրամադրություն է տիրում եւ այլն եւ այլն։ Քանի որ առաջնախաղ արդեն եղել է, կարծում եմ կարելի է մի փոքր փակագծեր բացել, եթե դեմ չի։ իհարկե։ Արտիստ Սենկա, Թերեզա Թերեզայի խավոր դերում նա է։ Այո, ես իմ կերպարը կենտրոնականն է կարելի ասել։ Այդ կերպարը փոքր այտենց աղջիկա ինչ որ տեղ մի քիչ միամիտ, մի քիչ երազանքներով լի, ինքը գալիս է փոքր քաղաքից ու ուզում է դառնալ երգչուհի, իրականացնել իր երազանքը։ Մասնակցել այս շոուին։ Այո, մասնակցում է prime time շոուին, բայց ինքը որոշակի բարդությունների եւ խոչընդոտների է այնտեղ հանդիպում եւ իր համար բարձ է դառնում, որ այդքան էլ ամեն ինչ գեղեցիկ չէ, ինչ ոնց որ չէ, գեղեցիկ չէ։ Այո, ոնց որ հեռուստադիտողներն են սովորաբար տեսնում այդ գեղեցիկ կազմը, որ դա այդքան էլ այդպես չէ եւ հասկանում է ինչպես են որոշումներ ընդունում այդ շոուների ժամանակ եւ այլն եւ այլն։ Իսկ այդ դժվարություններից ամրանում թե կոտրվում, թուլանում է, ինչպես է վարվում հերոսուհին։ Ինքը տարբեր էտապներ է անցնում, բայց ի վերջո դե դա երևի Չեն կարող բացահայտել չեն կարող, այո։ Դա այո, շատ կարևոր։ ինքը կանգնում է շատ բարդ որոշման առջև, որից որ կախված իր կյանքը եւ ապագա կարիերան իրականում, թե ինչ է ինքը որոշում։ Այ հենց հիմա ձեր պատասխանները լսելիս ես ընկալում եմ, զգում եմ, հասկանում եմ, որ այո, ամեն դեպքում կերպարը ուժեղ աղջիկ է եւ որքան էլ որ հանդիպում է խոչընդոտներին, միևնույն է, հենց հիմա էլ ձեր մեջ կա մի ուժ ու ինձ թվում է այդ ուժը նաեւ դուք փոխանցում եք կերպարին եւ չի կարող այդ կերպարը ընթացիկ հիասթափություններ ունենա։ Միշտ ուժեղ ու շարժվում է առաջ։ Այդպիսի ինչ որ կանխազգացումներ ես ունեմ։ Իսկ հետաքրքիր է Մարիամի կերպարը, այդ դաբեր հյուսող, խանգարող գլխավոր կերպարներից։ Դա դուք եք։ Դա ես եմ։ Ես գլխավոր պրոդյուսերն եմ։ Դեռ զգացիր որ դա Այո։ դա ես։ Դե ցավոք թե բարեբախտաբար դա ես եմ։ Եվան գլխավոր պրոդյուսերն է prime time-ի եւ նա է որ ունի մեծ կապեր եւ շատ բաներ նաեւ նրանից է կախված իհարկե վերջնականը ստացվում է տնօրենինը
այդ մրցույթի, բայց քանի որ ինքը եւ հերոստա շոուի պրոդյուսերն է եւ հերոստա հաղորդավարն է եւ եվերը շատ են, նա շատ բաներ ունի խոսքի իրավունք եւ փորձում է առաջ տանել։ Եվ նրա ֆավորիտ մասնակիցը չէ։ Այո, Աննան նրա ֆավորիտը չէ, քանի որ այնտեղ ուրիշ խանգարող հանգամանքներ կան, ուրիշ կապեր են, ուրիշ հնարավորություններ են, առաջարկներ են, նա ավելի դրան է հակվում։ Թեև դա անտաղանդի մասին չէ, որ փորձում ես այդ անտաղանդին առաջ մղել։ Պարզապես այնտեղ ուրիշ խնդիրներ են, դա պիտի հեռուստադիտողը մեր հանդիսատեսը գտեցնի։ Ես հասկանում եմ, որ իդեմս Պարոն Ղազանչյանի, որպես համակարգող այս ամենի, որպես ռեժիսոր, բեմադրիչ, կրկնակի հաջողություններ ունի, որովհետև հատկապես մյուզիկլային ժանրում շատ հաճախ դերի վերջնական ընտրությունը տրվում է նրան, ով կարողանում է վոկալային տվյալներով հաղթահարել կերպարը եւ այն ամբողջ երգացանկը, որ դրված է իր առջև, բայց այս ամենի հետ մեկտեղ նաեւ պետք է հաղթահարվեն դերասանական խնդիրները եւ որպես արտիստ, որպես դերասան բեմում պիտի փոխանցես հանդիսատեսին զգացողությունները ոչ խոսքի միջոցով, այլ այս դեպքում երգ երաժշտության միջոցով։ Ուզում հասկանալ ոնց ենք հաղթահարել այս կարևոր փուլը, որովհետև կարծում եմ, որ մյուզիկլը հաջողված է լինում, երբ բեմում կա դերասան, ով երգում է հրաշալի։ Այս դեպքում կան տաղանդավոր շատ երգիչներ, շատ տաղանդավոր, բայց նրանք մյուզիկլային ժանրում գուցե կարող Քանի որ օպերա չէ, այո, եւ մյուզիկլը դերասանական վարպետությունը բնականաբար հասկանանք ես ոնց է հաղթահարել։ Դե Մարիամը կարծում եմ մի փոքր ավելի երկար փորձ ունի այս իմաստով, բայց դուք ինչ կասեք Թերեզա Մաթևոսյան։ Իրականում իմ համար բավականին դժվար էր, որովհետև ես դասական երգչուհի եմ, իսկ մյուզիկլը ինքը շատ տարբեր ժանրերի երաժշտությունից է բաղկացած, դասական չէ, այնտեղ կա էստրադա, այնտեղ կա ջազ ու բավականին դժվար էր վոկալային տեսանկյունից իմ համար, բայց կարծես թե կարողացանք հետաքրքիր ինչ-որ լուծումներ գտնել, որ կարողանանք օգտագործել նաև օպերային երգեցողությունը ու ավելի հետաքրքիր դարձնել մյուզիկլը հանդիսատեսի համար։ Ու նաև կերպարը ավելի հետաքրքիր ու իհարկե եւ նաև կերպարը, որովհետեւ թվում է թե ինքը տենց ոչ պրոֆեսիոնալ երգչուհի է, ինքը ու պարզապես աղջիկա, որը որ ինչ որ չափով տաղանդ ունի, բայց ինչ որ պահի տակ ինքը սկսում է շատ գեղեցիկ տեմբրով երգել, հետաքրքիր ու դա իսկ կերպարին համապատասխան վատ երգել ստացվում էր ձեզ մոտ։ Իմ կերպարը իրականում չպետք է վատ լավ է երգում հենց։ Հա, երևի ավելի շատ հոգով ինքը պետք է երգեր, ոչ թե վատ, այլ ավելի հոգով, միգուցե ոչ այդքան պրոֆեսիոնալ, բայց իսկ առաջնախաղը արդեն եղել է, հետաքրքիր է եւ հանդիսատեսի արձագանքը եւ գուցե նամակագրությամբ ստացել եք որևէ արձագանք, նամակներ, հենց այդպիսի շոուներին մասնակցած իրական մարդկանցից եղել են նման դեպքեր, հետաքրքիր է։ Մասնակցած շոուի մասնակիցներ չեն գրել, բայց շատ իրարամերժ տարբեր հետաքրքիր կարծիքներ եմ լսել մյուզիկի հանդիսատեսից ինչպիսին էր արձագանքը։ Հանդիսատեսի մասին է խոսքը հենց, որը եւ ուրախացրել է, եւ պարտադրել է, եւ ոգևորել է, շատ հետաքրքիր կարծիքներ են եղել։ Իսկ ինչ է կարծում, այս ներկայացումից հետո չեն հիասթափվի։ Ինչի նման օրինակ ներկայացում, հեռուստաշոուների։ Գիտեք, սովորաբար յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր հարց, երբ որ դու որոշում ես մտնես այդ գործողության մեջ, մարդ ինքը պիտի պատրաստ լինի առաջինը դժվարություններ եթե լինի, ինչպիսին կլինի իր պատասխանը, որովհետև երբեք չգիտես դիմացինից ինչպիսի խնդիրներ, ինչպիսի մոտեցում, վերաբերմունք կլինի, մարդ միշտ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր պարագայում դժվարությունները հաղթահարելու իր մեթոդիկան։ Պարզապես այստեղ աղջիկը, որը գլխավոր կերպարն է Թերեզան, ինքը փոքր քաղաքից եկած աղջիկ է եւ այդ փոքր քաղաքի, փոքր ոչ թե մտածողության, այլ ամեն ինչ պարզ գունավոր տեսնելու իր հատկանիշները չի տեղավորվում այս մեծ քաղաքի, մեծ կոպիտ, ասեմ, հոշոտումների մեջ դժվար դիմակայելու, բայց նա դիմակայում է եւ արժանապատիվ է դուրս գալի, այսպես ասեմ։
Շատ լավ։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ հսկայական աշխատանք է պահանջում, ինչպիսի աշխատանքային ծավալ է իրենից ենթադրում մյուզիկլային ժանրը։ Ու այս իմաստով ես շատ ուրախ եմ, որ Պարոնյան թատրոնը սկսած արտիստներից, ինչը շատ ամենակարևորն է, եւ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ են այդ աշխատանքին, որովհետեւ եթե տարիներ առաջ մեծ փորձություն էր դերասանի համար լինել ու ստեղծագործել մյուզիկլային ժանրում, այսօր ձեր թատրոնում հաստորեն երկու մեծ ու մասշտաբային մյուզիկլ ունենք։ Դերասանների վերաբերմունքը, ոգևորությունը մի փոքր էլի ներքին խոհանոցային հարցեր են տալու, բայց իսկապես դա հետաքրքիր է։ Լիարժեք պատրաստ են այսօր բոլորը, որպեսզի ներկայանան մյուզիկլային ժանրում, եւ տարվում է որոշակի աշխատանք, որպեսզի արտիստը միշտ լինի պատրաստ բեմում այս ժանրում հանդես գալու, որովհետև գիտեք, որ ունեք առանձին բալետի խումբ, հա, այսինքն պարային հատվածը ունի հստակ իր արտիստերին, երգչախումբը հստակ է, այդ իմաստով դե դերասաններն էլ արդեն իրենց գործը գիտեն, բայց այս ամենի միացությունն է հենց կոչվում musical, ուզում հասկանամ դերասանների հետ ինչպիսի աշխատանք է տարվում ու փոխադարձ նաև դերասանները ունեն այդ կայծ, այդ էներգիա, որպեսզի գան միշտ պատրաստ լինել բեմում որպես մյուզիկլային արտիստ լինելու։ Գիտեք, ենթադրում եմ նյութից է գալիս ինչպիսի զբաղվածություն կունենաս այդ նյութի մեջ, ինչպիսի նյութ է եւ ինչպիսի զբաղվածություն կունենաս դրա մեջ, որովհետեւ եթե ընդհանուր ասեմ, դերասանները միշտ են ոգևորվում լավ գաղափարով, հետաքրքիր մոտեցում։ Իմ պարագայում ես խաղացել եմ, քանի որ մեր թատրոնը երաժշտական է, իհարկե օպերետներ են եղել, բայց մեր հանդիսատեսներ գիտի, որ մեր թատրոնը երաժշտական թատրոն է եւ մյուզիկլն էլ ճիշտ ծառայում է անվանը թատրոնին։ Այո, ճիշտ է, շատ մեծ աշխատանք է պահանջում, բայց յուրաքանչյուր դժվարություն կարելի է հաղթահարել, որովհետեւ հանունը ավելի կարեւոր է, քան ինչի համար հանուն։ Այ դա հաստատ ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև գովազդ չհնչի եւ չենք տա ոչ ներկայացման մյուզիկլի անունը, ոչ էլ բեմադրիչի անունը, բայց ընդհանրապես 2 տարվա բաղեմություն ունի ասածս, երբ եկան այստեղ ու մարզահամերգային համալիրում այդ աշխարհահռչակ մյուզիկլն էին ներկայացնում, մեր բոլոր այն արտիստները, ովքեր անցան կաստինգային փուլերը եւ հաստատվեցին այդ ներկայացման մեջ, ապշած էին, տարված են աշխատանքի հետ, որը տեղի էր ունենում այնտեղ բոլոր մասնագետների կողմից, անկախ նրանից բեմադրիչն է, վոկալի մասնագետն է, պարուսույցն է, հագուստի դիզայներն է եւ այլն եւ այլն։ Եվ դա հաճելի է, գուցե այս փորձի փոխանակումների շնորհիվ, գուցե նման նախաձեռնությունների շնորհիվ, այստեղ էլ զարկ է տրվում հրաշալի մի ժանրի թատերարվեստում, որը կոչվում է musical եւ որին պիտի տիրապետես ու կարողանաս լինել այդ ժանրի մեջ։ Ճիշտ եք ասում, ես պիտի ավելացնեմ, որ նույն Ռուսաստանում, Մոսկվայում այդքան հայտնի չէր մյուզիկլը, ունեին, բայց այդքան թափ չէր առել, երբ որ իրենք սկսեցին, եթե չեմ սխալվում, Չիկագոյով սկսվեց այդ միջազգային պրոյեկտը որպես այդպեսին, մեծ թափ ստացավ ու սկսեցին արդեն էլի միջազգային մյուզիկլներ անել, մինչև որ հասունացավ այն պահը, երբ իրենք արդեն սկսեցին գրել իրենց ազգային, ասեմ, թե հոգուն հարազատ թեմաներով մյուզիկլներ եւ մենք էլ պիտի փորձենք լավ երաժշտություն, լավ պրոյեկտներ վերցնել, անել, այնուհետև ստեղծել մերը։ Բայց անպայման պետք է այդ մյուզիկլ անվանը ծառայի, ոչ թե լինի երաժշտական, բայց անունը, չէ՞, հիմա շատ գրվում մյուզիկլներ։ Շատ, հիմա նույնիսկ ասեմ ալին, անդադար տեսնում ես բասարների վրա երաժշտական ներկայացումներ։ Հա։ Մենք դեմ չենք։ Իհարկե, թող լինի։ Մենք ընդհակառակը, բայց չշփոթենք իրերը եւ իրերին նայենք իրենց ճիշտ անուններով։ Եվ մի բան էլ ասեմ, չափազանց շատ աշխատասիրություն եւ կազմակերպվածություն։ Ժամացույցի աշխատանքի պես եթե դա լինի, մյուզիկլ էլ չէ, ավելի բարդ բաներ էլ կլինի։ Հա, իսկ կրկնակի բարդ աշխատանք է, 2 տարբեր մասնագիտություններ մեկտեղված մեկ մարդու մեջ։ Այո, որովհետև եւ երգել, եւ բարել, եւ խաղալ 3 մարդ։ Այո։ Իսկ հայ հանդիսատեսը սիրում է մյուզիկլ, ինչ եք կարծում։ Կարծում եմ նոր ժանր։ Կարծում եմ նորից սովորեցնելու պահն է, ուղղակի անսովորություն գուցե լինի, անսովոր չի հանդիսատեսը, պետք է շատ մատուցես, որպեսզի նա էլ այդ տարբերությունը տեսնի, հասկանա, լավը, վատը, արժի, չարժի, բայց պետք է ցույց տաս ու լավ գործեր ցույց տաս։ Դա հաստատ։ Ինչ ունենք արժևում, էլի մեծ ու մասշտաբային աշխատանքներ ունենք, թե ավելի փոքր ծավալով ներկայացումներ կանձնեք ձեր սիրելի հանդիսատեսին, ինչ կա ապագայում, խնդրեմ։
ինչ որ կապված է այս մյուզիկլի հետ, շատ մեծ հավանականություն կա, որ այս մյուզիկլը ցուցադրվի ուրիշ երկրներում, որտեղ դեռ չենք կարող ասել։ Առաջարկներ այլև։ Հա, արդեն առաջարկներ եղել են, ու տենց նախնական պայմանավորվածություն կա։ Իսկ ուրիշ ներկայացումների հետ կապված եւս նախագծեր կան, բայց դրա մասին ինձ թվում է արդեն երբ որ ժամանակը մոտենա, Ինչ բացենք փակագծել, Ահա պրեմիերա կա, հարկե որքանով եք դուք ներգրավված, չգիտեմ։ Թատրոնում ընթացիկ, այո, պրեմիերաներ սպասվում են, 4-5-ը հաստատ։ թե ավելի։ Չէ, միջազգային չեն, բայց այսպես ասած մեր թատրոնի պրեմիերաները Ցանկային հետական այո, խաղացանկում այո, անպայման ներգրաված են լինելու։ Մենք ունենք փոքր թատերասրահ Երևան Ղազանջյանի անունով, այնտեղ կան 2 պրեմիերա սպասվում է, մեծ բեմում է սպասվում մոտակա ամիսներում, սիրով սպասում ենք։ Խոսենք մեր հետագա թողարկումների ժամանակ անպայման։ Միջազգային չեն, բայց պակաս հայտնի չեն լինեն, կարծում եմ, այո։ Անկասկած։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն իհարկե հատկապես եթե կլինեն հյուրախաղեր, սիրով կհյուրընկալենք հետո եւ արդեն կպատմեք թե ինչպես էր արձագանքը Հայաստանից դուրս։ Մեր տաղավարում էին այո, հեռուստադիտողներ Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Մարիամ Գրիգորյանը եւ նույն թատրոնի արտիստ սոպրանո Թերեզա Մաթևոսյանը խոսում էին Prime Time մյուզիկլի մասին, որը բեմում կլինի նաեւ ապրիլի 20-ին, իսկ առաջնախաղը եղել է ապրիլի 6-ին։ Հետևեք կարծում եմ անոնսներին եւ սոցիալական ցանցերին, որպեսզի բաց չթողնեք որևէ հետաքրքիր ներկայացում։ Մենք բարև երկիրն ենք, ունես ավելացնենք։ Ձեզ օրվա դրական ու հաճելի շարունակություն, մենք էլ վարքյաններած կրկին կլինենք եթերում, մնացեք մեզ հետ։ Աննման ցաղիկ դու ես ազնիվ գեղեցիկ Աննման ցաղիկ դու ես ազնիվ գեղեցիկ Հայրդ ընտիր, մայրդ ընտիր, դու ընտիր Հայրդ ընտիր, մայրդ ընտիր, դու ընտիր Վարդլայի պարտեզիտ մեջ բուսնեի Վարդլայի պարտեզիտ մեջ բուսնեի Ամեն արդու վարդ երեսի բացվեի Ամեն արդու վարդ երեսի բացվեի Մեկ ձերքիտ մեջ գինին մյուսնալ բարձաղիկ Մեկ ձերքիտ մեջ գինին մյուսնալ բարձաղիկ Վարդը կարմիր գինին կարմիր Կարմիր, վարդը կարմիր, գինի կարմիր, դուն կարմիր Գարուն է սիրելիներ, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ այո, գարնանը
զուգահեռ միշտ բնությունը ամենագեղեցիկ կարգավիճակի մեջ է, ծաղկում են ծառերը, ծաղիկները, մարդու տրամադրությունը բացվում է եւ այս ամենից իհարկե անմասն չի մնում նաեւ Եվրոպան որպես աշխարհամաս հատկապես երևակայություն եւ սահմաններ չի ճանաչում, խոսում էինք արվեստից, թատրոնից, այնպես էլ ճանապարհորդել այսօր մեր օրերում կարելի է մտովի տանը նստած, հեռուստացույց դիտելիս, հեռախոսի էկրանին դիտելիս, առաջարկում ենք հենց այդպիսի մի ճամփորդություն, սիրելի հեռուստադիտողներ, գարնան ամիսներին եվրոպական շատ երկրներում տարատեսակ փառատոներ են անցկացվում, հատկապես ապրիլ ամսին, ծաղկային, մրգային, երաժշտական, առավելապես ինչպես արդեն փաստեցինք, հագեցած է ապրիլ ամիսը եւ քանի որ այս տարի ամբողջ քրիստոնյա աշխարհը ինչը հազվադեպ է լինում Սուրբ Հարության տոնը նույն օրն է նշում ապրիլի 20-ին, այս փառատոներին միացել են նաեւ Սուրբ Զատկին նվիրված միջոցառումները։ Միանանք Սոնյա Շագաևային, ինքը արդեն հասցրել է ճամփորդել, տեսնենք թե ուր կուղեկցի մեզ։ Երբ արևը սկսում է շոյել հին քարե փողոցները եւ ծառերը հագնում են իրենց ամենագունեղ հանդերձանքը, Եվրոպան ապրիլին շնչում է տոնական շնչով։ Տարբեր ծագում ունեցող ժողովուրդներ, տարբեր լեզուներ, բայց նույն հոգեվիճակը գարնան լույսի հանդեպ գոհություն է։ Փառատոններն այս ամսին դառնում են մշակութային վարդապետություններ բաց երկնքի տակ։ Սև հագած մարդիկ անցնում են անուշահոտ մոմերի լույսի ներքո, կենդանի արձանների նման գրում են տոնական պատկերասրահներ, խորհրդանշելով Հիսուսի փառավոր ուղին։ Սեմանա Սանտան Իսպանիայում վերածվում է ոչ միայն կրոնական տոնակատարության, այլ հոգևոր բեմադրության, որտեղ փողոցները դառնում են թատրոններ, իսկ բնակիչները դերասաններ։ Հունգարական մայրաքաղաքում երաժշտությունը դառնում է քաղաքային կենդանության զարկերակը։ Օպերայի նուրբ ձայները խառնվում են փողոցային ջազի ազատությանը, թատրոնների շենքերը վերածվում են մշակութային տաճարների։ Մարդիկ շշնջում են, Բուդապեշտը ապրում է եւ շնչում է արվեստ։ Արևմուտքում այնտեղ, որտեղ արևը պարի նման ցատկում է երկնքից գետնին, Սևիլիայում սկսվում է Feria de Abril-ը։ Կանայք հագնում են ծաղկային ֆլամենկո զգեստներ, տղամարդիկ ավանդական հագուստ։ Ամեն անկյունից լսվում է կիթառի ձայն, ձիերը շարժվում են հանդիսավոր, իսկ գինին սանգրիան հոսում է բաժակների մեջ, ինչպես ապրիլյան արևը մարդկային սրտերում։ Ամեն տարի ապրիլին Նիդերլանդները վերածվում են ծաղիկների հեքիաթային երկրի։ Այստեղ անցկացվում է աշխարհում ամենագունեղ եւ հմայիչ տոներից մեկը՝ Բլոմեն Կորսո, կամ ինչպես տեղացիներն են ասում, ծաղկային շքերթ։ Շքերթը անցնում է մի քանի քաղաքներով՝ Իլեգոմ, Լիսե եւ իհարկե աշխարհահռչակ Կյոնկենհոֆի ծաղկային այգով։ Ապրիլյան Եվրոպան հրավիրում է տեսնելու ոչ միայն բնության վերածնունդը, այլև մարդու հոգևոր վերածնունդը։ Փառատոնները դառնում են կամուրջներ, միավորելով անցյալն ու ներկան, կրոնը եւ արվեստը, ավանդույթն ու ներկայությունը։
Շագայևա, բարև երկիր։ Դե ինչ սիրելիներ, այսօր ապրիլի 12-ն է, մենք ավարտեցինք մեր բարև երկիրը, կարծում եմ հաճելին ձեզ փոխանցեցինք այստեղից, դուք էլ գնացեք ու վայելեք ձեր օրվա շարունակությունը ընտանեկան, ընկերական շատ հաճելի միջավայրում, ժպտացեք, եղեք առողջ, խոսքը տրամադրեմ Զյանին ու ամփոփենք մեր սիրելի բարև երկիրը։ Շնորհակալություն առավոտյան ձեր թանկ րոպեները, ձեր սուրճն ու թեյը մեզ հետ կիսելու համար, շնորհակալություն, որ յուրաքանչյուր շաբաթ կիրակի հավատարիմ հեռուստադիտողներ մեր հատկապես խոսքը ձեզ է վերաբերվում, միացնում եք հեռուստաալիքը Երկիր մեդիայի եւ միանում եք մեր զրույցներին հետաքրքիր եւ օգտակար նորություններին։ Շատ կարևոր։ Այսօր օրը շաբաթ է, նույնիսկ եթե մի փոքր անձրևում է կամ ընթացքում կանձրևի, հոգ չէ, որովհետեւ գարնան անձրևը ամենագեղեցիկ երևույթներից է բնության մեջ։ Ձեզ օրվա հրաշալի շարունակություն եմ մաղթում, շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերոջը, որն է Տուն Դեպո խանութ սրահը եւ հիշեցնում այն հասցեները, որտեղով կարող եք հետեւել մեր թողարկումներին, եթե հանկարծ բացեք թողել։ Դրանք Երկիր մեդիայի YouTube-յան ալիքն են եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան էջերը։ Եղեք առողջ, խաղաղ ու շատ երջանիկ, կհանդիպենք վաղը։
Բարև